Ողջույն սիրելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, երբ բոլորս գնում ենք եկեղեցի, Աստծուց առաջնահերթ 3 բան ենք ուզում։ Ուր, որպեսզի կարողանանք փոխել այն, ինչ զորու ենք փոխել։ Համբերություն, որպեսզի դիմանանք այն բոլոր մոլորություններին, որտեղ մեզ փորձում են գցել։ Իմաստություն, որպեսզի խաբեությունը եւ ճշմարտությունը կարողանանք տարբերել իրարից։ Այսօր օգոստոսի 7-ն է։ Իմ գործընկերները քիչ առաջ ուղևորվեցին Էջմիածին։ Իզորակցություն Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի դատական նիստին։ Մենք լինելու ենք եկեղեցու կողքին։ Սիրելի հայրենակիցներ, միացեք իմ գործընկերներին Էջմիածնում։ Իմ գործընկեր Արամ Վարդևանյանը մեկ անգամ խոսել է Հակասաֆարովյան օրենքից եւ կարեւորել դրա բոլոր բաղադրիչները, ամբողջ իր կառուցվածքով, իր ամբողջ կարեւորությամբ։ Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունը բախվել է այնպիսի սպառնալիքների, որոնք նախկինում շատերի համար անհավանական էին թվում։ Մենք բազմիցս լսել ենք, դա երբեք չի լինելու, դա մեր օրակարգում չէ, դրա մասին խոսելը ավելորդ է։ Սակայն կյանքը ցույց տվեց, որ պետությունը եւ հայրենիքը չեն կարող անվտանգ եւ անառիկ մնալ միայն լավատեսության կանխատեսումների, թշնամական տրամադրված երկրների ղեկավարներին կիրթ կամ կառուցողական որակավորելու հիման վրա։ Այսօր ցանկանում եմ խոսել մի խնդրի մասին, որի շուրջ Հայաստանի իշխանությունները նախընտրում են լռել կամ հակադարձել ասելով, որ դա ադրբեջանական խոսույթ է, որը Հայաստանի օրակարգային չէ։ Ադրբեջանի պետական պաշտոնյաները տարիներ շարունակ խոսում են Հայաստանի Հանրապետության տարածքում 100,000-ավոր ադրբեջանցիների բնակեցման մասին։ Այդ գաղափարը ներկայացնում են որպես պետական քաղաքականության ուղղություն։ Այն ներառվում է պաշտոնական հայտարարություններում, միջազգային հարթակներում, բարձրացվող բոլոր պահանջներում, քարոզչական օրակարգերում, պետական ֆինանսավորման օղակներում։ Իսկ մենք ինչ ենք անում։ Մեր իշխանությունը շարունակում է ապրել այնպես, կարծես ոչ մի սպառնալիք գոյություն չունի։ Ինձանից հետո կարող եք գալ այստեղ ասել դե նման բան չկա։ Դե դուք փորձում եք մանիպուլացնել։ Բայց ուզում եմ ասել ձեզ, որպեսզի հետևողական լինեք եւ հասկանաք իմ ասացի ամբողջ բովանդակությունը։ Ազգային անվտանգությունը չի կարող հիմնվել միայն իշխանության օրակարգի վրա։ Այն պահանջում է հասկանալ նաեւ հակառակ կողմի նպատակներն ու օրակարգը եւ ժամանակին կանխել դրանցից բխող ռիսկերը։ Ի վերջո 44-օրյա պատերազմն էլ ձեր օրակարգում չէր։ Սակայն դա չխանգարեց, որ Ադրբեջանը պատերազմ սկսի, որի հետևանքով հանգեցրեց նրան, որ կորցրեցինք Արցախը։ Եթե այսօր ասում եք, որ որևէ սպառնալիք ձեր օրակարգում չէ, արդյոք սա նշանակում է, որ այն չի կարող լինել, թե պատերազմն էր Ադրբեջանի օրակարգը եւ ուղղակի այդ ժամանակ դուք չեք տիրապետում դրան։ Եթե Ադրբեջանը պետական մակարդակով հայտարարում է նման նպատակների մասին, ապա Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ունենալ կանխարգելիչ իրավական մեխանիզմ։ Սա չի նշանակում, որ վաղը 100,000-ավոր մարդիկ կհայտնվեն Հայաստանի սահմանին։ Միգուցե օրացուցային տեսանկյունից վաղը չգան, բայց այն կարելի է նաև հասկանալ հետևյալ կերպ. ապագայում, մոտ ապագայում, առաջին իսկ հավանական պահին։ Այսօր մեր օրենսդրությունը որևէ առանձնահատուկ մոտեցում չի նախատեսում Ադրբեջանի քաղաքացիների կողմից Հայաստանում սեփականության ձեռքբերման հարցում։ Իսկ արդյոք դա նորմալ է այն պայմաններում, երբ նորին պետությունը շարունակում է սպառնել Հայաստանին։ Չի հրաժարվել ինչ-ինչ սցենարների պարագայում ուժի կիրառման քաղաքականությունից, պետական մակարդակով տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանում, անդադար հայտարարում է, որ պետք է փոխվի Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Վստահ եմ, որ նորմալ չէ։ Այո, կա բաց թողում, այո, կա թերություն, եւ այդ թերությունը այսօր առավել քան ցայտուն է։ Աշխարհի բազմաթիվ երկրներում գործում են սահմանափակումներ, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով։ Այդ պետությունները հասկանում են, որ հողը պարզապես գույք չէ։ Այն ինքնիշխանության բաղադրիչ է, անվտանգության բաղադրիչ է, պետականության բաղադրիչ է։ Բայց երբեմն ձեր գործընկերներից մեկը վերջերս եկավ եւ խոսեց Թուրքիայի օրինակից եւ քննարկեց այդ հարցը այստեղ, ուզում եմ հստակ ընթերցել։
Թուրքիայի Հանրապետության հողային գրանցման մասին թիվ 2644 օրենքը նախատեսում է, որ օտար երկրյա ֆիզիկական անձինք կարող են ձեռք բերել անշարժ գույք միայն օրենքով սահմանված պայմաններով եւ Թուրքիայի Հանրապետության նախագահի կողմից սահմանված պետությունների քաղաքացիների շրջանակում։ Հայաստանի Հանրապետությունը ներառված չէ այդ իրավունքից օգտվելու հնարավորություն ունեցող պետությունների ցանկում։ Այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ Թուրքիայում գործում է անշարժ գույքի սեփականության իրավունքի ձեռքբերման փաստացի արգելք։ Այսինքն գետնի վրա օրենսդրական կարգավորումներով արգելվում է սեփականության իրավունքի ձեռքբերումը։ Հետևաբար մենք եւս պարտավոր ենք քննարկել օրենսդրական լուծումներ, որոնք Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ կսահմանեն հատուկ կարգավորում անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հարցում։ Սա որևէ ժողովրդի նկատմամբ թշնամանքի մասին չէ։ Նորից եմ կրկնում, որևէ ժողովրդի նկատմամբ թշնամանքի մասին չէ։ Սա որևէ ժողովրդի նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին չէ։ Սա մերժողական վերաբերմունք է այն պետության իշխանության կողմից իրականացվող հակահայկական, ծավալապաշտական քաղաքականությանը։ Սա Հայաստանի Հանրապետության հայերի դեմ իրականացվող պետական քաղաքականության համարժեք պատասխանն է։ Երբ վտանգը պետական է, իրականում պետք է լուծումներ լինի պետական։ Հարգելի հայրենակիցներ, մենք շատ թանկ ենք վճարել այն մտքի կամ մտածողության համար, երբ մեզ ասում են ինչ-որ մի բան չի լինելու։ Ասում են պատերազմ չի լինելու։ Ցավալի է, փաստ է, բայց եղել է մի քանիսը։ Ասում են Արցախը չի հայաթափելու։ Ցավալի է, փաստ է, բայց հայաթափվեց։ Ուստի այսօր, երբ Ադրբեջանը խոսում է Հայաստանի ներսում, ադրբեջանցիների զանգվածային բնակեցման մասին, մենք իրավունք չունենք հերթական անգամ ասել դա մեր օրակարգը չէ։ Որովհետև պետական մտածողությունը սկսում է ոչ թե կատարված փաստերի արձանագրումից, այլ դրանց հավանական ռիսկերի կանխումից։ Ուզում եմ, որ այս հարցը դիտարկվի առանց քաղաքական նախասիրությունների։ Սա իշխանության կամ անդիմության հարց չէ։ Սա Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցն է։ Եթե նույնիսկ այսօր այդ վտանգը վաղվա իրականությունը դեռ չի դարձել, ապա հենց դրա համար է անհրաժեշտ, որ մենք վաղը թույլ չտանք, որ վաղը մոտենա մեզ եւ իրականություն դառնա։ Պատասխանատու իշխանությունը սպառնալիքները արձանագրում է ոչ թե այն ժամանակ, երբ արդեն ուշ է, այն ժամանակ, երբ դա կարող է լինել, այլ նախապես։ Ցավոք, մենք հաճախ տեսել ենք, որ հակառակ տրամաբանությունն է լինում, դրա համար պետք է այս հարցի շուրջ մտածել։ Եթե իսկապես կարծում եք, որ նման սպառնալիք գոյություն չունի, եթե ձեր նպատակը Ադրբեջանի շահերին նպաստելը չէ, ապա որևէ պատճառ չկա չմիանալու այս նախաձեռնությանը։ Ընդհակառակը կարող ենք ձեր առաջարկներով կատարելը գործել այն եւ միասին ընդունել ազգային անվտանգությունից բխող լուծում, որի արդյունքում զերծ կմնանք նաեւ ժողովրդագրական խնդրից։ Դրանով դուք առնվազն այս հարցում ցույց կտաք, որ պատրաստ եք աջակցել հայանպաստ որոշումներին, անկախ նրանից, թե նախաձեռնությունն ում կողմից է ներկայացված, դա կլինի ապացույց, որ պետական շահը ձեզ համար վեր է քաղաքական տարաձայնություններից։ Կարծում եմ, այս հարցի շուրջ կարելի է մտորել։